Արհեստական հնարած գործ է, գործի շրջանակում ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին եւ վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության նիստով, որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ որ արդեն եւ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծ նկատի ունեմ այն գումարը, որը համարժեք է համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Այն դեպքում չէ, Արարատ թենիսի մասին չի։ Նախաքննական գաղտնիք չկա, չէ՞։ Թողնենք ասեմ, տվեք ասեմ, մի բան արեք։ Խոսքը վերաբերվում է մաստեր կլաս թենիսի տարածքի մասին, այդ բանի օրանժի դիմաց է, մաստեր կլասը, որը կորտերի մաս։ Ու թենիսի կորտերը չի, այդ հատվածին է վերաբերվում ըստ էության, մենք մանրամասները կներկայացնենք նիստում, շարունակություն ուրեմն։ Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա, ռեալ է, Հա, Թենիս Ֆեդերացիայի նախագահն է ժամանակ ինչ-որ մի պահից սկսած, երբ որ 2008 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում որոշակի ֆինանսական խնդիր ա ունեցել եւ ինվեստորներ փնտրելու ժամանակ առաջարկ եղել է նաեւ Սեդրակին եւ Սեդրակ Քոչարյանը համապատասխանաբար մասնակցություն ունեցել է այդ գործընթացում։ Ասեք, Վահե ջան, ավարտեմ, էլի, խոսեք, մի շտապեք։ Համապատասխանաբար այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, երբ որ մենք դիտարկենք ակնհայտորեն կերծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, ասեն 12 միլիոն դրամով գնել են 1 միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրման ծրագրի արդյունքում պարտավորություններ ներդրողը տվյալ դեպքում Հարությունը Փամբուկչյան եւ համապատասխանաբար այստեղ որևէ հանցագործության հետ կապված Լևոն Քոչարյանը գնել է, Լևոն Քոչարյանը կապ չունի։ Սեդրակ Քոչարյանը ներողություն գնել է։ Տարածք չի գնել, ներդրում է կատարել ընկերությունում։ Ընկերությունը ոնց որ կար, այսինքն դա խոսքը գնում է արդեն այն ժամանակա 2008-ի ապրիլի 9-ից հետոյի մասին է, հիմա ամսաթի ուղղակի ձեռքից։ Բայց որպես վարձակալ է։ Այդ տարածքը ոնց եղել է, սեփականաշնորհում այդ տարածքի մի մասի եղել է շատ ավելի ուշ, ասենք կարող է էլի ամսաթիվը չգիտեմ, մեղադրանքի մեջ դրա մասով բան չկա։ Պետական սեփականությունը եղել, օտարվել է վարձակալի, ճիշտ եմ հասկանում։ Չէ, եղել է հող, որը վարձով տվել են, օտարվել է վարձակալի ձևակերպումը, որևէ բան չի նշանակում։ Վահե ջան, մի վարքան։ Որ թողեք հենց մի հատ տեսենք էլի մինչև այս հարց տանք։ Կարակ ասեք պատմում եք, եթե ուզում եք, հետո ուրեմն հողի վարձակալի օտարում ձևակերպում գոյություն չի կարող ունենալ։ Կամ վաճառում եմ, կամ վարձակալական հիմունքներով տալիս եմ։ Ասում 2000 չէ, 4-ին եղել է վարձակալություն, Սեդրակ Քոչարյանը ներդրում անելու պահին եղել է վարձակալություն, դրանից հետո ինչ-որ մի պահի, ինչի չունեմ այդ տվյալները, որովհետև առավոտյան եմ ստացել, մեղադրանքի մեջ դա չկա։ Այդ շատ ավելի ուշ հատվածը, հողի մի հատվածը սեփականաշնորհվել է, վճարվել է։ Ուզում եք հարցի, բերեք սենց անեմ, էլի, եկեք դուք պատասխանեք, ձեր հարցերին ես հետո գնամ ներս, էլի ախր հարցը ավարտեմ։ Համայնքի վարձակալության մասին, այս պահին վարձակալություն։ Հայաստանի այս պահին հիմա ինչ կարգավիճակ ունի, չգիտեմ, մեղադրանքը կապ չունի, այն ժամանակ վարձակալության պայմանագիրը կնքվել է պետական գույքի կառավարման ինչ էր կոչվում վարչության եւ այդ ընկերության տնօրենի միջև ում սեփականատերը եղել է Հարություն Փամբուկչյանը։ Հիմա մեղադրանք։ Մի վարքյան, բերեք սենց, ուրիշ հարց տվեք, հետո Նորբելյան, մեզ հետաքրքիր է այստեղ գիտեք ինչ, որ ինչի են հիմա այս գործը հիշել։ 2004 թվականից անցել է 22 տարի, դուք օրինակ ինձ եք հարցնում ինչի եք հիշել, ինչի են պահին հիշեցին, որ այդ հիմա այդ հարցը ես բարձրաձայնելու եմ ինչի են այս պահին հիշել, որովհետև իրանք կպատմեն դե ուսումնասիրեցինք, եկանք նոր գտանք, ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ եւ բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով
հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։ Այսինքն հիմա կներեք Վահին է խոստվել։ Սեկտը փակելուց հետո ոնց որ post factum է դատախազի գործը ստեղծել, կարել, Նայեք, հորինել։ հետևյալ նախնդիրը քրեական մեղադրանք չէր կարող առաջադրվել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ինչպես նկատում եք չկար, որովհետև նոր են բարձրանում այդ համաձայնությունը ստանալու գործընթացին, համապատասխանաբար առանց դրա սեկտը չէր կարող փակվել։ Մի վարքան, հիմա սեկտը փակելու գործընթացի հետ կապված հիմա որոշակի գործընթաց ենք նախաձեռնել, հարցումներ ենք արել, պարզաբանումներ ենք պահանջել, դա որ կլինի ամբողջական կտեղեկացնեմ։ Մի հարցի էլ պատասխանում Ինչ մեղադրանք է Մեկ վարքան, դատախազությունը ներկայացնել։ Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ այդպես եղավ։ Հետո ասեցին, որ դա շուտ էր հարուցվել։ Ստացվում է այս երկու դեպքերը նայեք, շուտ էր հարուցվելը, հարուցվելու մասին չի, այլ պետք է մեղադրանքը առաջադրվի։